խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, կողմերից մեկը անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմանները առաջադրելը արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Հիմա ո՞րն է Հայաստանի ապագայի նկատմամբ տեսլականը։ Մինչև ուր զիջել։ Եթե չենք զիջում, Ադրբեջանը շարունակում է կարողացել։ Բայց ես մի պահի պետքա շատ լրջորեն։ Զիջման մասը։ Ինչն ենք զիջել, մի հատ ասեք։ Տեսեք, եթե Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում, ընդհանրապես գիտեք, այդ նախապայմանների մի մասը սկսենք կատարել, դա զիջում է լինում, չէ՞, էս արեք։ Հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում։ Մի առաջադրում։ կներեք, էլի։ Հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ինչ ենք զիջել կամ Էդ էլ է շատ կարևոր խոսակցություն։ Այդ զիջումների թեմային պետքա շատ լրջորեն վերադառնանք։ Շատ լրջորեն վերադառնանք։ Եվ ընդ որում սկսած 2020 թվականից եւ նրա նախորդող շրջանից, որովհետեւ զիջել ենք ինչը։ Զիջել ենք ինչը։ Որովհետեւ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է վերջո անդրադառնանք եւ գնահատական տանք, երբ որ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պետք է գնահատական տանք։ Այս շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, եւ այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Որովհետեւ նույն գիրանց ոսկեպար հատվածում ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Ինչ ենք, եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Այս շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք ի վերջո բաց խոսենք, ընդ որում հանրության հետ եմ պատրաստ ես քննարկումը ունենալ։ Որտեվ պետք է հասկանանք, լավ, այդ քաղաքական զիջել, ինչ ենք զիջել։ Ես կարծում եմ, ես Գյումրիում վերջին անգամ այսինքն առաջին անգամ համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ եւ պատասխաններ ստացել եմ։ Եվ այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո, մենք շատ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև թե ինչ ենք ձեռք բերել։ Մենք ձեռք ենք կամ ինչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։ Ես միանշանակ ասում եմ, ես 7 տարի վարչապետ եմ, չէ, արդեն Հայաստանի Հանրապետության։ Ես եւ այսօր ասում եմ, որ իմ կարծիքով եւ վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այն ինչ որ մենք անվանում ենք, որ չզիջման շրջան, այդ թվում իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը եւ մեր պետականությունը։ Պետք է հասկանանք, ի վերջո, պետք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար ասեք ինչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող գնալ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, էս էլ է շատ կարեւոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին։ Անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար եւ այն առաջարկները բանակցային,
որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել։ Իրականում ես ասել եմ ինչ որ ձևով, հիմա էլ կրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը եւս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել։ Այն թոկը, որի մասին ես խոսել եմ ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի եւ բանը եւ քփությունը, այսինքն թոկը վզից կապած այդ գոտին ավելի նեղացնելու եւ պարանի երկարությունը ավելի կարճացնելու մասին են եղել։ Եթե կարելի է զիջման մասին կարճ հարց տամ եւ վերջին հարցին անդրադառնանք, պարոն վարչապետ, զիջելը կամ կոմպրոմիսի գնալը լավ ու վատ բանի մասին չեմ խոսում։ Եթե Հայաստանը երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման։ Երկրորդը զիջում է, երբ որ ներողություն ասեմ բոլորը, զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում։ Զիջում է, երբ Ադրբեջանին չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք դա կթողենք սահմանազատմանը։ Բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք ստորագրել թե ոչ։ Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որը ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի Հանրությունը աշխարհը եւ մեր իրականությունը եւ տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։ Երկրորդը իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես էլի բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանիսն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Եթե պատկերացնենք, որ այդ նրանց վերադառնալուց մի օր առաջ կամ 5 ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի։ Որտեվ նախկինում էլ 2020 թվականին, 20 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ կոնկրետ օր եմ ասել եմ, այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան, եւ դա տեղի չի ունեցել եւ դա եղել է առաջին եւ վերջին անգամը, երբ որ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնել։ Ավելի լավ անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան թե ակնկալիք առաջացնել եւ հիասթափություն առաջ բերել։ Ձեր հարցի երրորդ կոմպոնենտն է։ Մենք ինչ ենք ասել։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում եւ կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետությունների սահմաններն են։ Եվ մենք ասել ենք, որ այդ Ալմատիի հռչակագիր բազային սկզբունք է։ Եվ այս սահմանով մենք պետք է իրականացնենք սահմանազատում։ Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ միլիմետրի տարբերությամբ սահմանի վրա, այդ իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չի։ Մենք ինչ ենք ասում, որ տեսեք Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք մեր օրակարգում եղած որ հարցը մենք պետքա ուժային սցենարով փորձենք լուծել։ Այսինքն պետքա դու օրակարգում ունենաս հարց, որը ուժային սցենարով պետքա լուծես։ Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմատիի հռչակագրի հիման վրա եւ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների սահմանով, ինչ խնդիր ենք մենք փորձելու լուծենք ուժային ճանապարհով։ Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, այդ մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է։
Բայց մենք ասում ենք, մենք մեր օրակարգում նման հարց չունենք եւ չենք ունենալու, ինչու? Որովհետեւ իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները ստեղծել են, որ եւ գործիքներն են ստեղծել, որ այս գծից բոլոր են տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի, այնտեղ որտեղ պետքա կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար, այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելը ուղղակի անհեթեթություն է։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։